ինչ ասել է հաղթանակը պարտություն։ Ցավոք սրտի մեր ժողովրդի մոտ դա սուբյեկտիվիզմի մեծ դաշտում է գտնվում։ Ուրեմն պատերազմում հաղթանակ կոչվում է այն process-ը, որտեղ երկրի քաղաքական ղեկավարությունը մարտական խնդիր է դնում իր ռազմական ղեկավարության առաջ, ասեմ, իրականացնել այս գործողությունները։ Եթե այդ գործողությունները լոկալ չեն, տեղային չեն, այլ համապարփակ են դիմացի երկրի հաղթելու, ծնկի բերելու եւ դա զինված ուժերը ոչնչացնելու, նրա մայրաքաղաքում կառավարման շենքի վրա իր երկրի դրոշը բարձրացնելու, դա պատերազմ է։ Հիմա Ադրբեջանի ղեկավարությունը իր զինված ուժերի առաջ քաղաքական ղեկավարություն դրել է նման խնդիր Արցախի գրավել։ Եվ Ստեփանակերտի նախագահի նստավարի վրա Ադրբեջանի դրոշը բարձրացնել եւ բնականաբար Արցախի ժողովուրդը տեղ կամ կմնա, կամ չմնա, բայց զորք, զենք, զինանթեր, պաշտպանություն դե չունենա։ Այսինքն ամբողջովին ջախջախ է, չէ՞։ Հիմա հարց եմ տալիս նոյեմբերի 9-ի բանը հələ։ Չէ՞ չէ։ Ուրեմն գնահատում ենք այսպես, նվազագույն Ադրբեջանը չի հաղթել նոյեմբերի